Ջուր ունեք, երբ կտան։ Սրանք են կապանում վերջերս ամենաշատ հնչող հարցերը։ Քաղաքում մի քանի օր է դադարեցվել է շուրջօրյա ջրամատակարարումը։ Սոցհարթակներում կապանցիների դժգոհությունները կապված խնդրի հետ չեն դադարում։ Չես կարողանում ոչինչ անել, մանավանդ որ չես հավաքել ջուր։ Առավոտ անջատել են, երեկոյան ժամը 5-ին տվել են, այսօր առավոտը 9-ից անջատել են։ Դե որ ջուր չկա տանը, դու էլ պատրաստ չես, այդ հայտարարություն չէի լսել, շատ վատ է, շատ։ Զանգում եք, համարը գցածն չորն է, 4 սուտկա առանց ջուր, քան մեկ գնամ հարևան ասեմ, ձեր ջրից տվեք խմեմ։ Վերջին օրերի առատ տեղումների եւ հեղեղումների ժամանակ քարաթափման հետևանքով ժամանակավոր խցանվել էր Գյարդ ջրընդունիչից դեպի Գեղի մաքրման կայան ձգվող խողովակաշարը, ինչի հետևանքով հնարավոր չէր անհրաժեշտ ծավալի ջրաքանակ հասցնել քաղաք։ Թեև դժգոհությունները բազմաթիվ են, կան նաեւ հարցին ըմբռնումով մոտեցող բնակիչներ։ Կենցաղային բոլոր խնդիրները հետ են մնում, բայց ինչ վերաբերում է, որ ինչու են անջատում, մենք գիտակցաբար ենք վերաբերվում, որովհետև դուք տեսաք մի երկու օր առաջ ինչ սարսափելի կարկուտ եւ սարսափելի հորթառատ անձրևեր, բնականաբար ջրամբարները մաքրելու կարիք են զգացվում, դրա համար էլ այդ գործով զբաղվում են, բանում ինտերնետում գրում են, ժողովուրդը ըմբռնումով մոտենում է, անձամբ ես գիտակցում եմ, որ պետք է անպայման մաքրեն ջրամբարները, դրա համար ժամանակ է պետք։ Veolia ջուր ընկերության մասնագետները շուրջօրյա ռեժիմով իրականացրել են որոնողական աշխատանքներ 7-ից 8 կիլոմետր ձգվող խողովակաշարում քարերով խցանված հատվածը հայտնաբերելու եւ խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու նպատակով, տեղեկացնում են ջրամատակարարող ընկերությունից Հավելում 14-30-ի դրությամբ մասնագետներն ավարտել են մաքրման աշխատանքները։ Բոլոր այն հատվածներում, որտեղ որ քարով ավազով խողովակը խցանվել է, բոլոր տեղերը հատվածները հայտնաբերվել են, մաքրվել են եւ ջուրը արդեն իր ամբողջ ծավալով հասնում է ջրի մաքրման կայան։ Հույս ունենք, որ ջրի մաքրման կայանում համապատասխան աշխատանքներից հետո արդեն երեկոյան աստիճանաբար կապանում կսկսի ջրամատակարարումը վերականգնվել։ Կառույցի պատասխանատուները հորդորում են կապանցիներին փոքրինչ համբերատար լինել հայցում ներողամտություն պատճառված անհարմարությունների համար։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։